Եկիս նոր մազերը, նոր կտրվածքը, մենք սիրուն են կտրել։ Լոբի են վերցրել աղջիկներ ջան, երեխաների համար։ Արդեն հիմա էլ անցել են էդ են ուտում, թթվասեր։ Այստեղ աղջիկներ ջան, լոլիկ ենք վերցրել, տեսա գինը 200 քանիս է։ Թե 100, չէ 200 քանիս է։ Պամիդորը։ Ինչքան էր։ Կաղամբ, սալատ եմ եսա հիմա պատրաստելու, թեթև, մանդարին, վարունգ, վարունգինը հիշում ես, ստեղ նեկտար, ինչ? Հլասա նեկտար, երշիկ, խնձոր, Էսի սլիպ և հյութ սոկ, հա Էս մեկը այսօր մենակ կլուբնիկի, այսինքն խառնա, խնձոր էլ կա դա, հա, հեսա, կարմիր խնձոր, ես ինչա բա Մամա դորա պապրովինու Ինչ? Մամա դիտա պապրովինու Այսա կտամ բոլես, այսա լվանամ ու ամենի տամ Ահա, հիմա արագ ձեռներս լվանում ենք ու անցնում ենք սալատ պատրաստելու Սալատ? Աղջիկեր ջան, առավոտ շուտ տանից դուրս եմ եկել, ժամը 7-ին դուրս եմ եկել, ժամը 9-ին նոր տուն եմ եկել։ Եկա երեխեքի համար հաց սարքեմ ու նորից պետք է գնամ։ Հիմա կասեկան նա ջան ես ուր ես գնում, գնալու եմ Կողամաս, կարտոֆիլը քախան անելու։ Հիմա երեխեքը հաց ուտեն ու նորից տանից դուրս գամ, մինչև հացը լինի հաց ուտեն, այդ ընթացքում տեղերը կհավաքեմ, որպեսզի տներն էլ էլի մաքուր լինի, թափթփած չլինի, ոչ տունը տուժի, ոչ Հողամասը։ Ահա, առավոտ 7-ին սուրճ ենք խմել, երկին ճանապարհել եմ դպրոց, այնտեղից գնացել խոզերի ընկերակը եւ այնտեղից գնացել Հողամաս։ Գյորգին էլ աշխատանքի է, այսօր էլ հոյակապ եղանակ է։ Մի հատ այս ծլբլոցը վայելեք ու գնում ենք աղջիկեք ջան, եկատուն ընդամենը 40 րոպեով արագ հաց սարքեց երեխեքը հաց կենան, ես էլ երեխեքի հետ տեղերը հավաքեցի տները այսպես այն որ ուղակի հավաքեցի չի կարելի ասել մաքրեցի, որովհետև չեմ մաքրել պրոստը հավաքել եմ ու դուրս եկել տանից Հիմա կարևորը կարտոֆիլի հարցը լուծելն է, աղջիկեք ջան։ Շիթիլներն է, իրիկունը կջրեմ, ճիշտ է դեռ ինքը հաց է հողը, բայց ամեն դեպքում մի հատ կջրեմ, որպեսզի չխաշվի, ու առանց ջուր չմնա։ Ուզում էի առավոտ շուտ ջրեմ, հետո ասեցի արևը կբացվի, մի անգամից կվառի, դրա համար էլ ձեռք չտվեցի։ Լոբին արդեն լավ բացվել է, բայց լոբին էլ երիկս տուն կգա, նոր կգամ կցանեմ, որ ես բացեմ իզերը, տղաս կցի։ Իսկ տեսեք ընդեղ ինչ քախան եմ արել առավոտ շուտ, ժամը 7-ին թարմ ուժերով, հելա նայեք ինչքան տարածություն եմ տարել։ Շատ մանր քոլի հետևից չեմ ընկնում, ամենամեծերն եմ այսպես քախանում, ահա, տեսեք։ Իսկ բուգը հավաքելուց արդեն են մանրերը ավտոմատ կմաքրվեն։ Հələ սամիթին նայեք։
Հիմա արդեն ժամը քանիսն է 10-ին 10 է պակաս այս քանը կբարձրանամ ու նոր մի հատ կոֆե կխմենք այս տարածությունը հանեմ սենց մեծ եմ էլի վերցրել 1, 2, 3, 4, 5, 6, 7 մարկ առաջ մարկը արդեն միջև վերջ գնացել եմ հիմա այն վերևից կիշնեմ ներքև տարբերություն չկա ստեղից գնամ թե այնտեղից մեկա պետք է արվի Դե ինչ աղջիկեք ջան, այսքան խոտը ինձ է սպասում, վախեցա ինչ-որ դեղ բերեմ փչեմ, միգուցե կարտոֆիլս վնասվեր, քիչ կարտոֆիլ չի ու լավ էլ այսպես բացվել է, էլի։ Հիմա պետք է քախանեմ, սրսկեմ ժուկի դեմ ու նոր արդեն բուգը հավաքեմ։ Դե լոբիս էլ ինչպես տեսնում եք, եմ որ հատիկ-հատիկ դուրս է եկել, իսկ այնտեղ կարտոֆիլները, ընթացքում լոբին հավաքելս կարտոֆիլներ կհավաքենք։ Սխտորները երեք եմ քախանել, այտենց որ ասեմ շատ դժվար չի, մենք ենք գործը կամ հեշտացնում կամ դժվարացնում։ Իսկ իմ դեպքում ես հեշտացնում եմ, ես չեմ բողոքում, եթե կա գործ պետք է արվի։ Ահա, անցանք գործի։ Աղջիկեք ջան, բոլոր մարգերը այստեղ որտեղից որ սկսել էի վերջացրեցի ժամը քանիսն է ժամը 10-ին եկել եմ արդեն 11:20 է 1 ժամ 20 րոպեում վերջացրեցի հիմա միջև չգնամ տուն 1 բաժակ սուրճ չխմեմ մի 10-20 րոպե չհանգստանամ էլ հողը եկողը չեմ հիմա հանգստի ժամ է մոտ այն կոմիսա խոտերը դուրս եմ հանել մնացել է այսքանը բայց որ գամ 1, 2, 3, 4, 5, 6, 7-րդը այստեղ է, 7, այսքանն էլ վերցնեմ այսօր քախանեմ, նայեք կարտոշկի քսիանց ինչ լավ են զգում, կմնա մոտավորապես 2 օր ու կեսվա գործ քախանի, Այն կոմը ավելի շատ է, նու ընդեղ էլ է շատ սեզը, բայց դե, հիմա կգնամ կհանգստանամ, կգամ նորից կսկսեմ, սենց մի հատ էլի 7 հատ վերև կբարձրացնեմ, ոնց որ այնտեղ բարձրացեցի, սենց սիրուն մաքրվեց, հետո նոր արդեն իրիկունը կգամ, նայեք ժուկերը ման են գալիս, արդեն պետքա դեղ փչեմ, արևը բացվեց, իրիկունը հլը նայեք, Ինչքան շատ է, իրիկունը արդեն տենց 6-ից 7-ից հետո նոր են 5 մարկ լոբին կցանեմ, մնացած լոբիները արդեն ինչպես տեսնում եք իրենց լավ են զգում, չեք պատկերացնի խեղճս ոնց հանգստացավ աղջիկեք ջան, այսքան տարածքը որ անտանելի էր, որ ահա որ էր էլի խոտը Այսօր ստեղ էլ կմաքրվի, ցանելու ընթացքում կմաքրեմ, արդեն մարգերը պարզ երևում է, իսկ այն ժամանակ մենակ նենց խոտ էր երևում։ Գնացի, արևն է բացվեց, ավելի է այսպես տաքացնում։ Շիթիլներս հանկարծ չչորանան, բիբարները կանգնել են, մնում է լոլիկները։ Հետո շատ շոկ է, չեմ ուզում հիմա ջրեմ, որ ջրեմ կչորանան մի անգամից։ Դու տեսնում երիկս չի եկել։ Привет! Ոնց ես? Ջան։ Ոտ կոֆե դնեմ նոր լվացվել աղջիկեք ջան։ Նատե ջուրը բացեմ սառը ջուր գա, անեն շոքա, որ էլ ասելու չի։ Այս ընթացքում ինչև կոֆե խմեմ, տեսահոլովակը մոնտաժեմ տեղադրեմ աղջիկեք ջան։ Փոքր ալիքում Աղջիկներս գնացի տուն, երիկս դպրոցից եկավ, հաց կերավ, ես այդ ընթացքում մի հատ սուրճ խմեցի և հիմա եկանք հասանք այստեղ։
Հիմա ինչ եմ անում աղջիկներս, արդեն նորից 7 մարկ վերցրել եմ, ինչպես տեսնում եք, հիմա մաքրելով վերև եմ բարձրանում, երեխաներս քնած են, հաց կերած, կուշտ, եմ որ խիղճս հանգիստ, արդեն դրսում գործ կանեմ, էլ չեմ շտապի գնամ, հաց սարքեմ երեխեքա հաց ուտեն, հեսա տղես դասից կգա եւ այլն, Էրիկը արդեն եկել է հաց ակել, իր համար արդեն խելոք մուլտիկ անայում, դասերից վերջացրեցինք, էլ տնային աշխատանքներ չկա, հիմա սիրուններ ջան, անցնեմ գործի, դեմքս առավոտ շուտ լավ կարմրել էր, վառվել սենց արևի տակ, հիմա էլ արև, բայց դե ժամը արդեն քանիսն է, 2-ն է, մի 2 ժամ էլ որ խախանեմ, այսքանը վերև հանեմ, այսօրվա մեջ, այսքան տարածությունը մաքրել, ուղղակի եմ որ Գինեսի գրքում պետքա գրվի։ Մամայից ցույց եմ տալի, ասում է այդքանը մենակ ես, արի ասում հա բոմ հետ պետքա անեմ։ Գյորգին աշխատանքի է, բնականաբար մենակ պետքա անեմ։ Հիմա սաղ մաքրեմ, որ հետո արդեն անցնեմ բուգը հավաքելուն։ Ես ոնց կարամ թողնեմ իմ կարտոշկեք սենց խոտի մեջ կորեն, հələ նայեք ինչ լավն են, սիրուն, փորթամ, հələ, որ նայում ես էներգիա ես ստանում, ուզում ես սենց սող մի անգամից մաքրվի, ու հեսա կմաքրվի։ Հիմա միջև այսքան հատվածը չվերջացնեմ, տուն գնացող չկա, երեխեքս քնած են, ինձ ինչ է մնում անել, կարտոֆիլը խոտահան անել, անցան գործի սիրուններս, չգիտեմ որտեղ դնեմ հեռախոսս, որ համ ձեր հետ զրուցեմ, համ գործ անեմ, որ դուք էլ մասնակցեք, դուք շատ եք սիրում հողի գործ ինձ նման, ես էլ եմ շատ սիրում, ես շատ մեծ սիրով եմ անում, շատ մեծ էներգիա եմ վերցնում հողից, որ ընկնում եմ մտքերով, հին նոր հիշելով ինձ համար գործ եմ անում, բայց նայեք ինչքան խոտ կա ասում եք էլի, բայց դե այնտեղի կար էլ չկա, կեսը դուրս եմ հանել, կեսն է մնում է որ հանեմ, գնացինք աղջիկներ ջան, ձեռնոցներս հագնենք ու անցնենք գործի, լեժուկերին, ինչ եք եկել կարտոշկես փչացնում եք դուք, հա, արդեն ես երորդ ձեռնոցն այսօրվա գիտեք չէ, հողը բավականին թաց է ու ինքը արմատով դուրս է գալի, ճիշտ ժամանակն է էլի քախանի, Բայց թե ոնց այսքան քախան եկավ, չհասցրինք նկատել։ Ճիշտ են ասում, որ ջուրը կյանք է տալի։ Ու կյանք էլ տանում է։ Թելուկ էլ ասի հավաքեմ, սարցե խցիկ տեղափոխեմ, չկա։ Սաղ քրքրել է։ Աղջիկեք ջան, հլը նայեք ինչ եղանակը մի անգամից փոխվեց, արդեն անձրև է գալիս, շատ քիչ էր մնացել, որ վերջացնեմ, բայց դե ոչինչ, հուսանք չի սկսի անձրև գալ, քամին այսպես կքշի կտանի և ես նորից կվերադառնամ և այսքանն է կվերջացնեմ, հիմա աստված կանչեմ հանկարծ կարկուտ չգա, ես կարտոշկեքը ջարդվի էլի, լվասկը դրանն է, գնամ շուտ տուն, լվասկը տանեմ տուն ու տեսնենք վերջում ինչ ալինում ես եղանակի վերջ աղջիկեք ջան լոբիսը չհասրեցի ծանեմ բայց դե ոչինչ վազեցինք տուն ինձ է սպասում տուն մտնեմ նոր անձրևը գա հլը եղանակը գժվել է աղջիկներս Վայ Շուտ լվասկս տուն գցեմ Այսքան եմ ստեղ Ոնց են կարտոշկեքը սպարում Երևում է, հա Ափսոս, հանկարծ կարկուտ չկա Կարկուտ, որ եկավ սաղ կջարդի Ամպերը գոռում Անձրև չգա, բայց անձրև տված չէր, թեղի եղանակը փոխվեց միջև երկշաբթի պետք է որ չոր լիներ,
Ոնց որ կրակ վառի ամպերի մեջ լնայք ինչ սիրուն է։ Ոյ քեզ գեղեցկություն։ Այն կողմն էլ անեց, լնայք, ես էլ ասենց նույնը։ Հատուկ նկար է։ Աղջիկեք ջան Աննաներ եկել կարկանդակներով։ Դեռ համը չեմ տեսել, գիշերը առավոտյան նոր համը կտեսնեմ։ Գործից հետո եկել եմ ընդմիջման աղջիկներս սուրճը եփում ենք ու գնում սրճում։ Դրեք ձեր սուրճը եւ միացեք ինձ։ Շիթիլները դնելուց հետո ջրել եմ արդեն, նայեք արդեն սիրուն կանգնել են։ Հիմա որտեղ խմենք, վերև բարձրանանք, թե այստեղ խմեմ նոր գնամ վերև։ Չոզում եմ այն վերևը վայելեմ, սպասեք։ Քանի որ այնտեղ եմ գործանում, դուք մի հատ տեսեք ինչ եմ արել աղջիկեք ջան։ Հələ մի հատ տեսեք։ Ոնց եմ հնձել ես մենց արտը։ Այնքան խոտ կա, այս խոտը մինչև ես հանեմ դուրս, երևի մեկ օր էլ դրան կտրամադրեմ։ Բայց հիմա ես մի փոքր մասն էլ հանում եմ, այնտեղ արդեն տեսեք, հանելով վերև եմ բարձրացել, ես քանն էլ դուրս եմ հանում ու անցնում ենք այն կողմ։ Քանի մորգ եմ քախանել։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 մարկ։ 16 մարկ աղջիկներս։ Ու այնքանը տեսական եմ, էլ կլռանա էլի։ Հիմա նստենք։ Գեղեցկությունը վայելեմ։ Տիտիկների ձայները անենց հավես։ Երեխեքին գործ տվեցի, ասեցի միջև գամ տեսնեմ արդեն արել եք, խելոք, ձայնները դուրս չգա։ Այդպես աղջիկեք ջան։ Որ նստում ես դժվար ես վեր կենում, որ վեր ես կենում չես ուզում նստես։ Բայց աշկերտ չեմ հավատում, որ այսքան խոտը դուրս է եկել, որ կարտոֆիլներ ազատագրվել են, լնայեք ոնց են պարում է։ Հեսա բուգն էլ հավաքեմ, ավելի կփարթամանան, սիրուն կլինեն։ Լոբինային նայեք։ Ծակել է անձրևը, բայց ոչինչ, հեսա նորից դուրս կգան ավելի լավերը։ Կարտոշկի բուգը հավաքեմ, անցնեմ լոբիների բգին։ Կարտոֆիլները երկու տեսակի է, այս մեկը կարմիր է, այս մեկը դեղին է։ Բայց էլի խոտեր կա, որ ներսում է մնացել, շատ էսպես արմատնային չեմ հասել, որ հանկարծ կարտոֆիլներ էսպես քախանչանեմ։ Հիմա այս վերջացնեմ, այն կողմից 7 մարկ վերցնեմ ու վերև բարձրանամ։ 7 մարգով հեշտ է, էլի տարածքը շատ ես վերցնում։ Ճիշտ է, մի քիչ ուշ ես հասնում, բայց դե գործը արդյունքում այսպես արդյունավետ է լինում։ Աղջիկեք ջան, այն որ ասում է ուրախությանս չափ չկա, վերջապես այսքանը մաքրվեց, հիմա գնում եմ տուն, տանը մի քանի գործ ունեմ անելու անեմ, համ տեսնեմ երեխեքս ինչ են անում, պաղպաղակ պատրաստենք միասին, որովհետև այսօր էլ լավ շոք է, այնպես որ գնացինք, երեք պետքա պատրաստեի, բայց երեք չստացվեց, այսօր են գնում պատրաստենք, ես էլ կորա պաղպաղակ եմ ասում, բայց այդպես էլ
չպատրաստեցինք, հիմա գնում ենք պաղպաղակ պատրաստելու, համ գործերս վերջացնեմ տան, համ էլ պաղպաղակ պատրաստենք։ Վերջում էլ ձեռքի հետ էլ ժուկի վերջն եմ տալիս։ Ինչ անեմ, կարող է 7 մարգիզը բացեմ, նոր գնանք։ Քանիսն է, որ ժամը, 11-ին 10 պակաս։ Այստեղից որ հաշվեմ 7 մարկ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, մեջը որ կգնամ։ Լավ դե, մարգը բացեմ ու գնացինք պաղպաղակ պատրաստելու։ Բնականաբար դուք այս բացելը, մաքրելը չեք տեսնում, միայն տեսնում եք դոն և պոսնեն, առաջ և հետոն։ Այդպես մարգը բացեմ ու գնանք պաղպաղակ սարքենք միասին։ Ճանապարհը բացի աղջիկներս, իսկ հիմա արդեն գնում ենք տուն։ Շատ լավ շոկ է, որ մի օրվա համար չենք գործին որ նայես, պետքա տուն չգնաս։ Հա, աղջիկ ջան, գրել եք Աննա ջան, մարուլա, եսի որ ցույց տվեցի, ասեցի ծաղիկ եմ ցանել, փաստորեն մարուլ եմ ցանել։ Լավ է, ված չի, սալատներ կպատրաստենք։ Աղջիկեք ջան, ինչպես ասեցի, պաղպաղակ ենք պատրաստում։ Մեզ անհրաժեշտ է խտասրասկաթ 360 գրամ, սերուցք 33%-անոց, այս կենդանականն է, 250 գրամ է, և մեզ անհրաժեշտ է վանիլ։ Սկզբում հարում ենք սերուցքը, կամ էլ կարող եք երկուսն էլ իրար հետ հարել, ես հիմա երկուսն էլ իրար հետ կհարեմ, որպեսզի արագ գործը վերջացնենք։ Լեմ աղջկան նայք, ինչ ես ուզում տեղից։ Այս սերուցքները աղջիկեք ջան, ես վերցնում եմ պիտյորոջկայից։ Երկար ժամանակ էր, չէի կարողանում գտնել։ Իսկ հիմա արդեն ինձ օգնում է պիտյորոջկան, ավելացնում ենք վանիլը, վանիլը 8 գրամ է, ընդամենը 3 բաղադրիչ, տարբեր տեսակ կարող եք պատրաստել, շոկոլադի միջուկով, կարող եք պատրաստել ելակով, բանանով, գույներ կարող եք տալ, ըստ ձեր ցանկության, հիմա քանի որ ես շտապում եմ, աղջիկեք ջան, դրա համար շատ էսպես փորձարկումներ չեմ անում, բայց մի գեղեցիկով կանենք, հիմա կարևոր է, որ հողիս հարցերը լուծեմ, կարտոֆիլը մեղք կա էլ էդ։ Քանի որ երեխեքը շոկոլադնի սիրում են, ավելացնում եմ ևս կակաո, էլի շատ համեղասացում։ Իմ մոտ այս տեսակն է, ռասիսկի, շատ լավն է ինքը։ Ինչ անես։ Մոտավորապես աղջիկեք ջան, 2 ճաշի գդալ է, երկուսն է ավելացնում է։ Թող, հանկարծ չմիացնես սաղտունը կակոյի մեջ կորցնես, ես դեռ պետքա գնամ գործ անեմ Էլինա ջան։ Մեկ անգամ միակտագործման այսպիսի մեշոկներ և լսում եմ այնքան, ինչքան անհրաժեշտ է։
Սենց տեղափոխում ենք մեշոկների մեջ, կապում ենք ու տեղափոխում ենք սարցախցիկ։ Աղջիկներ ջան, հլը նայեք, ռեզիններ չգտա 7 հատ, շպիլկաներ եմ դրել, ոչ մի խնդիր։ Հիմա արդեն պատրաստ են 7 հատ ստացվեց, տեղափոխում եմ սառնանք, սառի կվերադառնանք։